Բուհերի համեմատ վերջին տարիներին զգալի ավելացել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների թիվը։ Միտումը դրական է գնահատում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենը։ Վերջերս Նիդերլանդներում ենք, իրանց աշխատուժի 40%-ը քոլեջ ավարտ է։ Այսինքն դա մեծ թիվ է, համարյա կեսը քոլեջ ավարտած են։ Մեր մոտ քոլեջներում սովորում են 3 անգամ քիչ ուսանող, քան թե բուհում։ Դրա համար բուհը ավարտողը անում է քոլեջի շրջանավարտի գործը։ Ծախսում ենք շատ փող, որ գնան ավարտեն բարձրագույն, բայց ավարտելուց հետո աշխատում են միջինի որակավորմամբ։ Բուհերի կրթական ծրագրերը վերանայման կարիք ունեն, դրանք պետք է համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին, ընդգծում է Ռուբեն Թոփչյանը։ Մեր բուհական կրթությունը առայժմ մնում է շատ տեսական։ Տեսականից հետո շրջանավարտը պետք է իրեն ադապտացնի պրակտիկ դաշտին, պետք է նոր բան սովորի։ Իսկ կարելի է առաջնահերթ երեխային սովորեցնել հենց այն, ինչ որ ինքը անելու է։ Քննարկվում են նաև ավագ դպրոցականների աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունները, նախատեսում են այդ ուղղությամբ ներդնել նոր մեխանիզմներ։ Քոլեջը ոնց որ այդ դերը վերցել է իր վրա, փաստորեն այդ տարիքի երեխան աշխատանքային փորձ ստանալով է ավարտում, եթե գնում է քոլեջ, եւ ծնողը դա նկատել է։ Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենը կարևորում է նաև բուհն ավարտողների վերաբերյալ տվյալներ ունենալը։ Այդ նպատակով կենտրոնը Եվրոպական կրթական հիմնադրամի հետ իրականացնում են շրջանավարտների հետագծի ուսումնասիրության ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ։ Հերթական աշխատաժողովում բուհերի եւ քոլեջների ներկայացուցիչները ծանոթանում են այդ գաղափարի կիրառման հնարավորություններին եւ նշանակությանը կրթական քաղաքականության մշակման գործում։ Այդպիսի տվյալների վրա հիմնված քաղաքականությունն օգնում է կրթական ծրագրերը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին, նվազեցնել գործազրկությունը եւ նպաստել սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Անհրաժեշտ է համակարգված տվյալներ հավաքագրել այն հմտությունների մասին, որոնք պահանջված են այսօր եւ կպահանջվեն վաղը։ Որակի ապահովման կենտրոնը Հայաստանում փորձարկել է նաև Եվրոպական կրթական հիմնադրամի մշակած մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի հայտարարման գործիքը, բացահայտելով այդ համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը։ Բրյուն Մկրտչյան, Արտոմիկ Խաչատրյան, լուրեր։